Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 3-ն է, շատ կարևոր իրադարձություններ են հիմա տեղի ունենում Երևանում, ովքեր որ հետևում են, տեսնում են, որ բազմաթիվ երկրների առաջնորդներ, հիմնականում եվրոպական երկրների առաջնորդներ, ճիշտ է նրանց կմիանա նաև Կանադայի վարչապետը, այս պահին ժամանել են եւ ժամանում են Երևան, կասեմ ժամանածների ցանկը, բայց այն ամեն պահի փոխվում է։ Կարևոր է նաև նշել այն, որ Բուլղարիայի նախագահի հետ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ կարևոր փաստաթուղթ է ստորագրել ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր, փաստացի Բուլղարիայի հետ մենք նույնպես ունեցանք այդպիսի կարևոր փաստաթուղթ, եւ այս հարցերն ենք մենք հիմնականում քննարկելու, բայց կանդրադառնանք նաև միջազգային հետաքրքիր անցուդարձին, քանի որ հիմա Իրանի շուրջ, Ուկրաինայի շուրջ եւ նույնիսկ Կուբայի շուրջ շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում։ Անպայման լայքեք, սիրելի հայրենակիցներ, դա շատ է օգնում մեզ։ Նաեւ եթե չեք բաժանորդագրվել մինչեւ հիմա, խնդրեք ձեր հարազատներին թող օգնեն, ցույց տան թե ինչպես կարելի է բաժանորդագրվել մեր ալիքին, քանի որ տեսնում են, որ մեզ այնուամենայնիվ բավականին մեծ տոկոս է դիտում առանց բաժանորդագրվելու։ Ձեր մեկնաբանություններն էլ մեզ մեծ ուժ ու երանդ են տալիս մեր աշխատանքը շարունակելու համար։ Ուրեմն, ինչպես արդեն նշեցի, Բուլղարիայի նախագահի հետ այսօր շատ կարևոր փաստաթուղթ է ստորագրել Նիկոլ Փաշինյանը ռազմավարական գործակցության մասին համատեղ հռչակագիր, եւ եթե մենք հիմա սկսենք հաշվել, քանի երկրների հետ է Հայաստանը ստորագրել ռազմավարական համագործակցության հռչակագիր, ես կարող եմ արդեն բոլոր երկրներին միանգամից չկարողանամ հիշել եւ ներկայացնել, այդքան մեծ է երկրների թիվը, Եվրամիություն, Գերմանիա, Մեծ Բրիտանիայի հետ նաեւ այդպիսի փաստաթուղթ է պատրաստում ստորագրել Ֆրանսիայի հետ, հիմա կստորագրվի այս երկու օրերս, Ղազախստանի հետ ստորագրվեց նման փաստաթուղթ, Վրաստանի հետ ունենք փաստաթուղթ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, տեսակ միանշանակ մի քանի երկիր մոռացա, եթե մի փոքր երկար մտածենք կարող ենք հիշել, բայց այդ երկրների ցանկը բավականին մեծ է, ինչը նախկինում չկար։ Հայաստանը նախկինում այսպիսի ակտիվ արտաքին քաղաքականություն ուներ եւ չէր վարում, նույնիսկ չուներ անկախություն, որպեսզի կարողանար վարել այդպիսի քաղաքականություն, եւ այսօր փաստ է, հատկապես 1 տարվա ընթացքում բազմաթիվ երկրների հետ Հայաստանը կարողացավ ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, այսինքն 2025-ից մինչև 26 թվականը այս պահը բազմաթիվ երկրների հետ 1 տարվա կտրվածքով այդպիսի փաստաթուղթ ստորագրվեց եւ ամենամեծ իրադարձությունը կարծում եմ նաեւ Ֆրանսիայի հետ այդպիսի փաստաթուղթ, այդպիսի չէ, շատ ավելի առավել կարևոր եւ մեծ փաստաթղթի ստորագրումը կլինի։ Ուրեմն արդեն Հայաստան են այցելել Լիechtenstein-ի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի, Էստոնիայի, Լիտվայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Եվրոպական խորհրդի եւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար, այսինքն այդ երկրների առաջնորդները եւ Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարը նաեւ Ալեն Բերսեն, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը։ Դրանից բացի քիչ առաջ Երևանը ժամանել նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նրան օդանավակայանում դիմավորել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, դրա կադրերը նույնպես մենք արդեն ունենք, ստանում ենք։ Նաեւ տեղեկություն կա, որ Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Ելմազն է մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքների 8-րդ գագաթնաժողովին, սա եւս բավականին հետաքրքիր ներկայություն է, բայց մենք ունենք նաեւ տեղեկություն, որ օրինակի համար Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այլ պարտավորությունների պատճառով չի կարողանա մեկնել Հայաստան, չի գալու Հայաստան եւ չի մասնակցելու քաղաքական համայնքների 8-րդ գագաթնաժողովին։ Շատ տխուր է իհարկե, որ չի գտել ժամանակ Գերմանիայի կանցլերը, բայց երևի նրա գլուխը հիմա խառն է, քանի որ
քանի որ Դոնալդ Թրամփի հետ հերակա կարգով բանավեճի մեջ է մտել եւ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում նաև Գերմանիայում։ Տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 5000 զինվորականներ են դուրս բերում Գերմանիայից եւ նույնիսկ Թրամփը ասում է կարող է ավելի էլ դուրս բերենք։ Անվտանգային բաց է բավականին լուրջ առաջանում Գերմանիայի համար եւ Գերմանիան հիմա ամեն ինչ անում է, որպեսզի այդ բացը դրացնի, նույնիսկ մեծ նավահանգիստներից մեկը հիմա փոխելու են ռազմականի, այսինքն ոչ թե փոխելու են, այլ այնպիսի ենթակառուցվածքներ են այնտեղ հարկավոր, որոնք որ թույլ կտան այդ նավահանգիստը շատ արագ ձևով օգտագործել ռազմական նպատակներով։ Եվ դրա համար միլիարդից ավել 1 միլիարդ ու կես կարծես գումար է ծախսելու Գերմանիան։ Հիմնականում ահա այսքանը այդ մեծ իրադարձությունից առաջ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ մարդ, իսկական հայրենասեր մարդ պետք է ուրախանա, որ այսպիսի մեծ եւ շատ կարեւոր իրադարձություն է վերջապես տեղի ունենալու Հայաստանում, Երևանում, սա է հայրենասիրությունը եւ ոչ թե ռուսական մոդելի մեզ տրվող, մատուցվող կամ ռուսական մոդելով մեզ կերակրող հայրենասիրությունը։ Եվ միանշանակ սիրելի հայրենակիցներ, չեմ ուզում խլել ձեր ժամանակը այս հարցի վրա չափից դուրս մեծ ժամանակից առաջ ուշադրություն սևեռելով, միանշանակ մենք վաղը մյուս օրը շատ բան կունենանք խոսելու, շատ բան, հիմնականում ահա այսքանը, բայց կարևորը կրկին այն է, որ իրոք պատմական մեծ աննախադեպ իրադարձությունը հիմա տեղի ունենում Երևանում։ Այսինքն սկսվում են այդ կարևոր իրադարձությունները տեղի ունենալ։ Կսկիծ, շատ կսկիծ Հայաստանի արտգործնախարարությունից չկար մեկը, հնարավոր է դա նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացն է, չկար մեկը, որ մեզ հրավիրեր նաև մասնակցելու Երևանյան դիալոգ այդ մեծ կարևոր ֆորումին։ Իհարկե մեծ սիրով կգայինք, կմասնակցեինք, բայց ոչինչ։ Կարևորը այն է, որ այս միջոցառումները հիմա անխոչնդոտ եւ շատ լավ անցնեն Երևանում։ Անցնենք միջազգային հարցերի քննարկմանը։ Ուրեմն Reuters-ի տեղեկություններով Ամերիկայի Միացյալ Նահանգները առանց կոնգրեսի համաձայնության հիմա մերձավոր արևելքի երկրներին, Պարսից ծոցի երկրներին, այդ թվում նաև Իսրայելին 8.5 միլիարդ դոլարի զենք զինամթերք են մատակարարելու, հատկապես խոսքը Patriot համակարգերի եւ դրանց հրթիռների մասին է, եւ հետաքրքիր է, որ ահա այսպիսի շտապողականությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները շրջանցելով կոնգրեսը այդպիսի որոշում են կայացնում։ Եվ այդ երկրների շարքում են Քաթարը, որին որ 4 միլիարդ դոլարի Patriot համակարգեր են տրամադրվելու, Քուվեյթը, որին որ 2 միլիարդ ու կես դոլարի զենք է նույնպես տրամադրվելու եւ Իսրայելը, որին որ 1 միլիարդ դոլարից ավել զենք է մատակարարվելու եւ ելի ուրիշ երկրների նույնպես։ Եվ սա տեղի ունենում այն ֆոնին, նաեւ դրա մասին է գրում Պոլիտիկոն, ռուս-ուկրաինական պատերազմը տեղափոխվել է երկրորդական պլան եւ ավելի շատ ուշադրությունը հիմա դարձավում մերձավոր արևելքի երկրներին։ Դրանից բացի կան հստակ տվյալներ, որ այս մատակարարումների պատճառով ուժելու է նաև Ուկրաինան եւ ուժելու է նաև Եվրոպան, այսինքն բոլոր հնարավոր միջոցներով Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց ուժը կենտրոնացնում, իրենց մատակարարումների հնարավորությունը այդ կենտրոնացնում են բոլոր միջոցներով Պարսից ծոցի երկրների ուղղությամբ եւ դրանից ուժում է Եվրոպան եւ Ուկրաինան։ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ն սկսել է արձագանքել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը Գերմանիայից զորքերի դուրսբերման մասով եւ ՆԱՏՕ-ի խոսնակը հայտարարել է, որ ավելի շատ է դաշինքը սկսելու ուշադրություն հատկացնել պաշտպանության վրա, ավելի շատ միջոցներ է հատկացնելու պաշտպանությանը։ Եվ դրանից բացի Եվրոպայում խոսում են այն մասին, որ ՆԱՏՕ-ում իրոք կրիզիս է, բավականին խնդիրներ են առաջացել դաշնակիցների միջև, բայց պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ
ճգնաժամը հաղթահարվի։ Եվ ահա այս ֆոնին սիրելի հայրենակիցներ, երբ որ Երևանում տեղի ունենում եվրոպական համայնքների 8-րդ գագաթնաժողովը, երբ որ լուրջ ճգնաժամ է նկատվում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև, ահա հիմա Իրանը որոշեց նոր առաջարկներ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ 14 կետից բաղկացած նոր ծրագիր է ներկայացրել Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ես շատ հույսով եմ, որ մի քանի օր այդ ամենը կձգձգվի, բանակցություններ, ինչ որ քննարկումներ, հայտարարություններ երկու կողմից եւ այս մի քանի օրը մենք հանգիստ առանց պատերազմի կանցկացնենք եւ որևիցե խնդիր չի առաջանա այս կարևոր միջոցառումների անցկացման համար։ Ուրեմն ինչ է առաջարկել Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ես կընթերցեմ, հետո միասին մտածենք։ Նախ պատերազմի դադարեցում է պահանջում Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ ոչ թե հրադադար։ Նորից չհարցակվելու երաշխիքներ է պահանջել երկրորդով պահանջել է ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերում սահմանամերձ շրջաններից, այսինքն ինչ է սա նշանակում, պետք է հասկանալ, հնարավոր է Պարսից ծոցի երկրներից ծովային շրջափակման վերացում, սա պարզ է, եւ հետո արդեն սկսվում է ամենահետաքրքիրը եւ ամենաանհեթեթ պահանջները կրկին սկսվում են Իրանի կողմից, իրանական սառեցված ակտիվների ազատում, իրականում այս կետը կարող է իրականանալ, եթե Իրանը համաձայնվի հրաժարվել ատոմային զենք ստեղծելուց եւ հանձնի իր հարստացված ուրան Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հաջորդը վնասվածի փոխհատուցում, հասարակական չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները որևիցե կերպ համաձայնվեն, դա կապիտուլյացիա կնշանակի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւ կրկին մեկ կարևոր կետ, որը որ վերաբերվում է Հորմուզի նեղուցի գործարկության նոր մեխանիզմների ստեղծում, եթե այստեղ Թեհրանը նկատի ունի այն, որ իրենք կրկին փող են վերցնելու, չեմ կարծում, որ այստեղ նույնպես Դոնալդ Թրամփը համաձայնվի եւ արդեն իսկ կա արձագանք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, նա ասել է, որ նոր առաջարկը ստացել ենք, դեռ նորմալ չեմ ծանոթացել, բայց նույն ժամանակ ինքը հասկացրել է, որ չի կարծում, որ նորմալ ինչ-որ առաջարկ լինի այդ առաջարկների մեջ, այսինքն դժվար է Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունեն այդ առաջարկը, չնայած որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են դուրս գալիս ընդդեմ պատերազմի, շատերն են սկսել արտահայտվել պատերազմի դեմ եւ այս պատերազմը Իրանի նկատմամբ դարձել է ոչ պոպուլյար։ Դրանից բացի տեղեկություններ կան բազմաթիվ Թրամփի հայտարարությունները, Պոլիտիկոյի հրապարակումները Կուբայի վերաբերյալ։ Օրինակի համար ըստ Պոլիտիկոյի հրապարակման Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա քննարկում են ուժային սցենարը ընդդեմ Կուբայի եւ կոնկրետ Սպիտակ տունը, ահա այդ հարցն է հիմա քննարկում զինվորականների հետ, թե ինչպես եւ երբ անցկացնի ուժային գործողություն ընդդեմ Կուբայի, բայց այս պահի դրությամբ թերևս ըստ Պոլիտիկոյի դիվանագիտական լուծումն է առաջնային, թերևս Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում են Կուբայի շուրջ ստեղծված հարցերը լուծել դիվանագիտական մեթոդներով։ Եվ հայտարարությամբ այս ֆոնին հանդես եկել նաեւ Կուբայի նախագահը եւ նա ասում է, որ իրոք շատ մեծ է վտանգը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից աննախադեպ է հիմա վտանգը Կուբայի համար, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկացած պահի կարող է ներխուժեն Կուբա։ Նաև ասեմ այն, ավելի ճիշտ ավելացնեմ իմ կողմից այն, որ հնարավոր է Դոնալդ Թրամփը մեծ հաջողությունների չհասնելով Իրանում դերևս մենք չենք տեսնում այդ մեծ հաջողությունները, ուզում է շատ փայլուն եւ արագ սրընթաց ռազմական օպերացիա իրականացնի ընդդեմ Կուբայի։ Սա եւս ես չեմ բացառում եւ շատ տրամաբանական է նման քայլը Դոնալդ Թրամփի հիմա կողմից։ Հիմա ինչ վերաբերվում է Ուկրաինային,
Ուկրաինայի շուրջ նույնպես շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Երեք Զելենսկին հայտարարությամբ էր հանդես եկել, ասելով, որ Բելարուսիայի կողմից մեծ ակտիվություն է գրանցվում Ուկրաինայի սահմանի հետ, ուղղաթիռներ են շատ մոտեցել Ուկրաինայի սահմանին եւ ուկրաինական կողմը վերահսկում է իրավիճակը եւ եթե անհրաժեշտություն առաջանա, իրենք անմիջապես գործի կանցնեն։ Այսինքն կրկին մեկ անգամ խոսվում է Բելարուսի կողմից Ուկրաինայի նկատմամբ երկրորդ ֆրոնտի բացման մասին, երկրորդ պատերազմական նոր ռազմական ճակատ բացելու մասին։ Երեք ամենայն հավանականությամբ, որքան հիշում եմ, մենք խոսել ենք այն մասին, որ Ուկրաինան կարողացել է խոցել Su-57 եւ Su-34 ինքնաթիռներ Շագոլ այրադրոմի վրա Չելյաբինսկում 1700 կիլոմետր հեռու ուկրաինական սահմանից։ Այսօր արդեն Զելենսկին հայտարարում է, որ իրենք կարողացել են խոցել երկու մեծ տանկեր, ռուսական մեծ տանկեր իրենց ջրային դրոնների միջոցով, տվյալ տեսանյութը նույնպես Զելենսկին հրապարակել է, բայց կոնկրետացում չկա, թե երբ է այդ ամենը տեղի ունեցել, բայց այս ամենից մենք մեկ անգամ եւս համոզվում ենք, որ Ուկրաինան բավականին հաջողակ եւ շատ ցավոտ հարվածներ է կարողանում հասցնել Ռուսաստանի դաշնությանը։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։